իրականում մեր աչքերը ուղենք Տիրոջը։ Քո ֆիզիկական աչքերը Տիրոջը չեն կարող տեսնել, բայց սրտի աչքերը, երբ որ ուղղված են նրան, իրանք տեսնում են իր փառքը։ Մենք մեծարում ենք քեզ, Տեր։ Մենք ուղղում ենք քեզ մեր աչքերը, մեր արքա։ Մենք ուղղում ենք քեզ մեր կենտրոնացումը, մեր արքա։ Եկեք մեր կենտրոնացումը ուղղենք Տիրոջ վրա, սիրելիներ։ Եկեք մեր սրտի աչքերը ուղղենք Տիրոջ վրա։ Դու ես կենտրոնում, Տեր, դու ես քո տան մեջ թագավորում, Տեր։ Ու մենք կենտրոնացած ենք քո վրա։ Մենք ուզում ենք նորից ասենք, որ սիրում ենք քեզ մեր արքա ու մեր թագավոր։ Մենք ուզում ենք նորից ասենք, որ դու մերն ես ու մենք քոնը, Տեր։ Մենք ուզում ենք ասենք, որ հասկանում ենք, որ մենք քեզ ենք պատկանում, Տեր Հիսուս։ Մենք քո սեփականությունն ենք, Տեր, եւ դա պատիվ է մեր համար, Տեր։ Հալելույա։ Ամեն ճնշում մթնոլորտի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով հենց հիմա ամեն ճնշում հենց հիմա ցրվում է։ Աստծո ներկայությունը լցնում ամեն մեկին, ամեն մտքի խառնաշփոթ, ամեն ներսի խառնաշփոթ հիմա վերածվում է խաղաղության հենց հիմա Աստծո տան մեջ, ամեն մեկի կյանքի մեջ, ամեն սուտ, որ թշնամին խոսել է, որը որ բերել է ճնշում ու խառնաշփոթ, հենց հիմա ցրվում է Աստծո լույսի մեջ, մառախուղը ցրվում է, ճնշումը ցրվում է, ու Տիրոջ լույսը լուսավորում ամեն մեկի սիրտը, ամեն մեկի ներսը, ու գալիս է կենտրոնացում արքայության վրա ու Տիրոջ վրա։ Հիսուսի անունով շնորհակալություն, Տեր, շնորհակալություն, որ դու լուսավորում ես մեզ, շնորհակալություն, որ դու լուսավորում ես մեր մտքերը, Տեր, շնորհակալություն, հալելույա, Տեր, փառավոր Տեր, փառավոր Տեր, հալելույա, քո խաղաղությունն է թագավորում, Տեր, քո ներկայությունն է թագավորում, Տեր, քո արքայությունն է թագավորում, Տեր, եւ քո տան մեջ, եւ մեր կյանքի մեջ, եւ մեր ընտանիքների մեջ, եւ մեր բնավորության մեջ, եւ մեր էմոցիաների մեջ, դու խաղաղեցնել գիտես, Տեր, դու լուսավորել գիտես, Տեր, դու փոխել գիտես, Տեր, դու հանդարտեցնել գիտես, Տեր, հալելույա, Տեր, հալելույա, Տեր, հալելույա, միգուցե ինչ-որ հարցեր ու խնդիրներ քո մտքերը խառնել են իրար, այնքան պարզ էր, որ Տերը այդ մառախուղը ցրում է, այնքան պարզ էր, որ Տերը հանդարտացնում է։ Անորոշությունը երբեմն խառնում է մեզ, պանիկայի մեջ է գցում, Տերը հանդարտացնում է։ Երբեմն մենք խառնվում ենք իրար, որովհետև մեզ ուզում են ուղղեն։ Երբ որ քեզ ուղղում են, ընդունի այդ ուղղումը։ Ու թող Տերը լուսավորի քեզ։ Թույլ տվեք, որ Տերը գործի ձեր կյանքի մեջ։ Ճկուն եղեք։ Ճկուն ճյուղը դու ճկում ես ոնց ուզում ես, ամուր ճյուղը, որ ուզում ես ճկես, կոտրվում է։ Աստծո խոսքը ասում է, որ արդարը դալար մայրի պես է, դալար։ Իսկ դալար ճյուղը, դալար ծառը ինքը ճկվում է։ Թույլ տվեք, որ ձեզ ուղղեն։
թույլ տվեք, որ ձեզ ուղղեն։ Մի կոտրվեք, թույլ տվեք, ընդունեք ուղղում, մի լարվեք, մի դառնացեք, շարունակեք փրկել Աստծուն, շարունակեք ծառայել Աստծուն, շարունակեք ավելի լավ ծառայել Աստծուն։ Մի օր Սավուղը սխալ գործեց, Սամուելը եկավ, որ ուղղի, Սավուղը չհնազանդվեց։ Սամուելը ասեց, տղես, անհնազանդությունը ու հպարտությունը ինքը լավ մեղք, լավ բան չի, ինքը մեղք է, ինքը կախարդության նման է։ Մի եղի մեկը, որ քեզ ոչ ոք չի կարող ուղղի, եղի ճկուն։ Գիտեք, շատերը եկեղեցուց եկեղեցի են գնում, որտև ուղղում չեն ընդունում։ Երբ որ իրանց ուզում են ուղղեն, իրանք հայտնվում են ուրիշ տեղ։ Մինչև այն ժամանակ, երբ որ ստեղ են իրան ուզում ուղղեն, հենց իրան ստեղ են ուղղում, ես չեմ խոսում քեզ կրոնի վանդակի մեջ դնելու մասին, ես խոսում եմ հասարակ ուղղման մասին, որը որ Աստծու խոսքին համապատասխան Աստծու խոսքի։ Թույլ տվեք, որ Աստծու ծառաները Աստծու խոսքով ուղղեն ձեզ։ Ուղղվեք, ավելի լավը դառեք։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Ու թույլ մի տվեք այն ժամանակ, երբ որ Աստծու տանն է գտնվում, թշնամին գողանա ձեզանից այն խոսքը, որը որ ձեր համար է, որ ուղղի ձեզ։ Կենտրոնացեք Տիրոջ վրա, կենտրոնացեք խոսքի վրա, սիրելիներս։ Ամեն, հալելույա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Մենք մի եկեղեցում ենք, որտեղ որ ճկուն ենք, ուղղվել գիտենք, փոխվել գիտենք, ընդունել գիտենք։ Մենք չենք կոտրվում։ Մենք եկան ամուր չենք։ Մենք ճկուն ենք։ Մենք փոխվում ենք։ Մենք ավելի լավն ենք դառնում ու գնում ենք առաջ։ Սա է Աստծու կամքը իմ ու քո համար։ Ամեն։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջը։ Կարող եք նստել, սիրելիներս։ Շատ շնորհակալություն Աստծու ծառաներ։ Մենք օրհնվել ենք ձեզանով։ Այսօր հետաքրքիր ուժեղ օր է լինելու ու վերջում մենք ունենալու ենք հաղորդություն, սիրելիներս, միասին մի որոշում ենք կայացնելու ու մեր որոշումը կնքելու ու ամրապնդելու ենք Քրիստոսի արյամբ ու հաղորդությամբ։ Բայց մինչև խոսքին անցնելը ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր ծառայում են Աստծուն։ Մեդիա թիմ, ուզում եմ ասեմ շնորհակալություն ձեզ, դուք մեծ բան եք անում ու չեք երևում։ Բոլոր են ծառայողներին, ովքեր ծառայում են ու չեն երևում, շնորհակալություն։ Բոլոր են ծառայողներին, ովքեր ծառայում են ու երևում են, շնորհակալություն։ Որտև կա ծառայություն, որ դու չես կարա ծառայես ու չերևաս։ Դու պիտի երևաս, դա է քո ծառայությունը։ Շատերս սպասում ենք, որ երբ որ գանք Տիրոջ գահի առաջ, ինքը կասի շնորհակալություն, բարի ու հավատարիմ ծառա, ու դա տենց էլ կլինի, բայց երբեմն շատերիս Աստված երկրի վրա է ասում շնորհակալություն։ Այն ամենի համար, ինչ որ դու անում ես։ Այսօր ես խոսելու եմ կառուցելուց, ծառայությունից, ու ես ուզում եմ ասեմ, որ Աստծուն ծառայելը դա հերոսություն է։ Այս դարում, երբ որ թշնամին կենտրոնացած է, մարդկանց միտքը, ապրելակերպը ու կենտրոնացումը ուղղի աշխարհի վրա, այս դարում Տիրոջը ծառայելը դա հերոսություն է։ Ամեն։ Ու միտեղ եմ ուզում կարդամ ու հետո կհրավիրեմ Վահագ եղբորը, ինքը խոսք ունի մեր համար,
հետո ես կծառայեմ։ Ղուկաս 8:1 Վերնագիրը այսպիսին է, բարեպաշտ կանայք ու տղամարդիկ, ես կավելացնեմ։ Դրանից հետո նա շրջում էր Հիսուսի մասին, քաղաքից քաղաք եւ գյուղից գյուղ քարոզելով եւ Աստծո արքայությունը ավետարնելով։ Նրա հետ էին նաեւ 12-ը եւ մի քանի կանայք, որոնք բժշկվել էին չար ոգիներից եւ հիվանդություններից։ Մարիամը, որ Մագդաղենացի էր կոչվում, որից 7 դև էր դուրս եկել, Հովանան, Հերովդեսի տան, Տեսուչ Քուզայի կինը, Շուշանան եւ շատ ուրիշներ, որոնք իրենց ունեցվածքով ծառայություն էին անում նրան, ծառայում էին նրան։ Աստծո խոսքը ասում է, որ դու կարող ես Աստծուն ծառայել նաև քո ունեցվածքով։ Նշում է մարդկանց անուններ, ովքեր Հիսուսին ծառայում էին, ու ասում է եւ շատ ուրիշներ։ Հիսուսը այսօր նույնպես շարժվում է, իր մարմինը, իր եկեղեցին է։ Երբ որ նայեք Հայաստանում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք ու ամբողջ աշխարհում բոլոր տեղերում Քրիստոսի մարմինը կա, ու Քրիստոս իր գործը գործում է իր մարմնի միջոցով, բժշկելով, զորություն անելով ու ազատագրելով։ Ու այդ մարմնի մեջ կան շատերը եւ ուրիշ շատերը, ովքեր կարող են նաեւ ծառայեն Հիսուսին իրանց ֆինանսներով։ Ամեն։ Սա նույնպես ծառայություն է։ Սա նույնպես որոշում է։ Աստծո մարդկանցից մեկը մի այսպիսի հարց է տալիս, ասում է, ասա որտեղ ես ծախսում ֆինանսներդ, ասեմ ով ես դու։ Մենք ասում ենք ասա ով անգերդ, ասեմ ով ես դու, չէ, դա հայկական ասացվածք է։ Բայց Աստծո մարդկանցից մեկը այսպիսի հարց է տալիս, ասա որտեղ ես ծախսում ֆինանսներդ, ասեմ ով ես դու։ Ասա որտեղ ես ծախսում ֆինանսներդ, ասեմ որտեղ է քո սիրտը։ Որտեղ Տեր Հիսուս ասում է, որտեղ որ քո ֆինանսներն է, այնտեղ քո սիրտը կլինի։ Այսինքն սա ցույց է տալիս։ Դու որտեղ ես ուզում լինես, դու որտեղ ես ուզում ծառայես։ Եկեք այսօր ծառայենք Աստծուն մեր ֆինանսներով, ամեն։ Կխնդրեմ մոտեցնեք դույլերը, ամեն մեկը ձեր սրտից են ինչ որ ունեք, կարող եք դնել, ծառայել Աստծուն ձեր ֆինանսներով։ Վահագ ջան, արի։ Եկեք հրավիրենք մեր Վահագ եղբորը։ Մենք որոշել ենք ամեն անգամ մեր եղբայրներից մեկ, ով ունի խոսքի ծառայություն, ինքը ծառայի իր խոսքը։ Այսօր Վահագ եղբոր հետն է։ Ես հավատում եմ, որ ամեն անգամ նենց որ մի օր միգուցե քո հերթն էլ գա։ Դու միշտ պատրաստ ունեցի խոսք քո ներսում։ Ես հավատում եմ, որ Աստծո մարդիկ իրանք խոսք ունեն եկեղեցու համար։ Ամեն, Վահագ ջան, գիտեմ, որ օգնված եք։ Իրան օգնեք։ Եթե ինձ քիչ եք ամեն ասում, իրան գոնե ամեն ասեք, հա։ Եկեք օգնենք իրար, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի, ձեր համար, որ այսօր ձեր մեջ եմ, որ եկեղեցու մեջ եմ, ընտանիքում եմ եւ շատ ուրախ եմ, շատ ազատ եմ Քրիստոսի մեջ ձեր մեջ լինելով, փառք ասում ես ամեն ինչի համար։ Մեր վարու եղբայրը, որ քիչ առաջ ուղղելուց ասեց, իրականում Եսայան լավ ասել, որ դու ուղիղդ ուղղում ես մեզ եւ մենք այսօր միտեղ ենք, որ եկեղեցում ենք եւ եկեղեցին է հենց այդ միջավայրը, որտեղ մեր կյանքում, որտեղ շատ բաներ ծուռ են եկել ուղղվի։ Եկեղեցին այդ միջավայրն է, սիրելի քույրս, եղբայրս։ Եվ փառք Աստծուն, որ ունենք ուղղվելու հնարավորություն, փառք Աստծուն, որ իր տան մեջ ենք
Եվ Աստված հենց կանչել է դրա համար։ Կհիշեք Պողոս Առաքյալն ասում է, որ նրան ում որ նախասահմանելով կանչեց, նրան արդարացրեց, նրան փառավոր էլ կանգնեցրեց եւ նա ես գիտեմ որ քեզ փառավոր է կանգնեցնելու իր տան մեջ։ Ինչպիսի դժվարին իրավիճակների մեջ էլ որ այսօր քեզ տեսնում ես, ես մի բան գիտեմ որ Աստված քեզ կանչել է որ դու դուրս գաս քո իրավիճակներից հաղթանակած։ Գիտեք այսօր մի sense կարճ խոսք կունենամ եւ խոսքից վերնագիրը այսպես եմ ձևակերպել դու հաղթող ես։ Ասենք հայտնության գրքում 8 տեղ նշված է որ ով որ հաղթի։ Ես ասենք սա հենց այն հայտնության գրքի 2-րդ եւ 3-րդ գլուխներում եւ վերջին 21-րդ գլխում եւս մեկտեղ այդ մասին ասում է Հովհաննես Առաքյալը որ ով որ հաղթի, այնտեղ բազմաթիվ խոստումներ կա հաղթողների համար, բայց ես այսօր խոսքից վերնագիրը հետեւյալ կերպ եմ ձևակերպել, որ դու հաղթող ես։ Գիտես ինչի համար ես հաղթող, որովհետև Քրիստոսի մեջ ես։ Գիտես ինչի համար ես հաղթող, որովհետև դու Քրիստոսում ես, դու նրա եկեղեցում ես։ Եվ դժոխքի դռները չեն կարող հաղթել իր եկեղեցուն։ Գիտեք, երբեմն իրավիճակները ստեղծվում մեր կյանքի մեջ, sense թվում է թե կհանձնվես, թվում է թե պարտված ես, թվում է թե ամեն բան վերջացած է։ Բայց գիտեք, որն է քո տեղը։ Որն է քո տեղը, որ դու պիտի գաս նրա ներկայության մեջ։ Կհիշեք, Եսային ինչ ասում է, երբ որ ապավինվում ենք նրան, անգամ երիտասարդները, անգամ ուժեղներն են ընկնում, բայց երբ ապավինվում են, Աստծուն նորոգությունը գալիս է։ Դուք լինելով տարիներ, ասենք, չգիտեմ, ոմանք միգուցե ավելի կարճ հավատքի կյանքի մեջ ունեցած կլինեք այդ փորձառությունը, երբ տկարություն է եղել, ապավինվել եք նրան, տեսել եք, որ Աստված քեզ կանգնեցրել է։ Եվ Աստված եկել է մեր կյանքի մեջ, որ մեզ կանգնեցնի իր փառքի մեջ, կանգնեցին այն հաղթանակում, որ դու արդեն Քրիստոսում ունես։ Գիտեք, Պողոս Առաքյալն ասում էր, կհիշեք, ասում է, երբ որ ես տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Քանի չես տկարացել, քանի դու քո կյանքի մեջ չես ճաշակել տկարությունը, դու չես հասկանա Աստծո զորությունը քո կյանքի մեջ։ Երբ որ ապավինվում ես, Աստծուն նա զորացնում է քեզ եւ դու հաղթող ես գտնվում քո տկարություններից դուրս գալով։ Եվ գիտեք դա ինչ հետաքրքիր process է հավատացյալ մարդու կյանքում Պողոս Առաքյալն ասում է այսպես ասում է Քրիստոսի անուշ հոտը տարածվում է մեզանով։ Այսինքն երբ որ դու այդ տվյալ իրավիճակից հաղթանակած դուրս ես գալիս, դու սկսում ես Քրիստոսին բուրել, դու նկատել ես քո կյանքի մեջ։ Մարդիկ տեսնում են քո այդ դժվարությունից դուրս գալը, տեսնում են որ դու այսօր հաղթանակած մեկն ես, ուրախ մեկն ես, որ կանգնել ես նրա հաղթանակում։ Եվ Աստված քեզ կանչել է, որ այսօր դու քայլես հաղթանակած։ Այն հավատքի մեջ, որ Աստված ինքը Քրիստոսն ինքը հաղթել է եւ այդ հաղթությունը մեզ է շնորհել։ Գիտեք, միտեղ եւս Պողոս Առաքյալն ասում է, նրա շնորհքը բավական է։ Հասկանում ես այն գործը, որ խաչի վրա կատարված է, սա բավական է իմ կյանքի մեջ, որ ես ապրեմ հաղթական կյանքով։ Եկեք այսօր մենք դուրս գանք մեր այսօրվա պարտված իրավիճակներից նրան ապավինվելով։ Հավատալով, որ բոլորն էլ տկարացել են, երբ ուսումնասիրում ես Աստվածաշնչում ասում մարդկանց կյանքը, ուսումնասիրելով մենք տեսել ենք, շատերն են տկարացել, շատերն են ընկել, շատերն են իրենց հավատքի կյանքի մեջ թուլացել, բայց Աստված, երբ որ նրանց ոտքի է կանգնեցրել, երբ որ նրանք զորացել են, երբ որ նրանք հաղթող են գտնվել ավելի բարձր մակարդակում են նրանք կանգնել։ Նրանք փորձառություն են, եւս մեկ փորձառություն ձեռք բերելով գնացել են առաջ, փառքից փառք, զորությունից զորություն։ Սա է մեր ճանապարհը, սիրելի եկեղեցի։ Նա չի ուզում, որ դու ապրես, գիտես, շարունակ տրտունջի մեջ, երբեմն գիտեք, նեղության, դժվարության մեջ քո սրտում տրտունջա բարձրանում, եւ այստեղ կա մի հնարավորություն քեզ համար, երբ որ դու կանգնես այս դժվարին իրավիճակների մեջ նրան երկրպագելու, նրան փառավորելու, դու կհասկանաս, որ ոտքի ես կանգնում, դու կհասկանաս, դու կտեսնես, որ զորանում ես։ Եվ Աստված քեզ կանչել է, որ դու գնաս փառքի մի մակարդակից մի մակարդակ։ Հնարավոր է դու հասել ես մի հավատքի մի մակարդակ,
Աստծուն ճանաչողության մի մակարդակ, նա չի ուզում, որ դու այդտեղ կանգնես։ Նա ուզում է դու եւս մեկ աստիճան բարձրանաս։ Որովհետեւ գիտեք, այս ամբողջ այս աշխարհը, այս ողջ ստեղծագործությունը այսօր տեսնում ենք ինչ է կատարվում մեր երկրում, տեսնում ենք մեր երկրում այս դժվարին խառնաշփոթ իրավիճակը։ Սա սիրելի քույրս, եղբայր սա էսի ամեն ինչ լույսի բացակայության պատճառով է։ Երբ որ մենք այսօր, որ մենք ենք այս աշխարհի լույսը սկսենք լուսավորել, մարդիկ այս իրավիճակների մեջ ելք կտեսնեն։ Եվ այսօր եկեղեցին է այս լույսը։ Ես ու դուք ենք, որ կանչված ենք այդ լույսի մեջ լինելու, այդ լույսի մեջ քայլելու, այդ հաղթական կյանքով ապրելու, որպեսզի Քրիստոսին բունենք մեր ապրած կյանքով, մեր հաղթությունների մեջ այդ բուրմունքը սկսի դրսևորվել։ Ես ինքս բազում իմ կյանքի մեջ տեսել եմ, երբ որ այդ դժվարությունից դուրս եմ եկել հաղթանակած, տեսել եմ այդ զորությունը, այն գերբնական զորությունը, որի մեջ դրսևորվում է, եւ ես ուրիշների համար ելք եմ ունեցել նրանց ճանապարհը ցույց տալու, փրկության ճանապարհը ցույց տալու, ասելու, որ դու եւս կարող ես հաղթել։ Եվ դրա համար է, երբ որ դու տկարության մեջ ես լինում եւ կանգնում ես, Աստծո նպատակն է, որ դու կարողանաս ելք ցույց տաս մյուսներին, որ մյուսներն էլ նման դժվարությունների մեջ լինելով կարողանան կանգնել։ Եվ այսօր, գիտեք, այսպիսի մի բան, այստեղ որևէ մեկս մենակով չեն կարող ապրել այդ հաղթական կյանքը։ Մենք իրար կարիք ունենք, քույր եղբայրներ, սիրելի ընտանիք, մենք ընտանիքում լինելով իրար կարիք ունենք։ Գիտեք, Առաքյալը միտեղ ասում է, որ Պողոս Առաքյալն ասում է, որ երբ որ մեկտեղ ենք հավաքվում իրար կարիքը զգալով։ Այսինքն, երբ որ ես գալիս եմ եկեղեցի, ես շատ անգամներ ինձ բացահայտել եմ, որ ինչքան մենակ եմ, ինչքան տկար եմ, երբ որ ես մենակ եմ ինձ տեսնում։ Բայց եղբայրս, քույրս, որ իմ կողքին է լինում, իր պարգևով, իր զորությամբ, իր նվիրվածությամբ, իմ մեջ մի տեսակ ես հասկանում եմ, որ ես իր կարիք ունեմ։ Եվ երբ որ մենք մեկտեղ ենք գալիս կամ ասենք լինում ենք ավելի շատ տնային խմբակներում, էսի ավելի շատ է զգացվում, որ ավելի շատ ենք սկսում հաղորդակցվել իրար հետ, ավելի շատ հնարավորություն ենք ունենում իրար հետ կիսվելու, իրար ճանաչելու, այս դեպքում զգում ենք, որ իրար կարիք ունենք, զգում ենք, որ ինչքան իրար պետք ենք։ Եվ ես միայն քեզ կքաջալերեմ ընդհանրապես ոչ միայն լինես կիրակնորիա պաշտամունքներին, այլ եղեք տնային խմբակներում, որտեղ դա ավելի նաև կարևոր է շատ։ Սա իր գործն անում, այստեղ իր նշանակություն, բայց տնային խմբակներում, երբ որ մեկտեղ ենք հավաքվում, այդ հաղորդակցությունը մի ջերմ մթնոլորտ է ստեղծում, որ կարողանում ենք իրար հետ մերվել, կարողանում ենք ավելի իրար ճանաչել, ավելի իրար նկատմամբ սիրով լեցվել։ Եվ հարկ Աստծուն եկեղեցում ես ամեն հնարավորություն։ Գիտեք, Աստված ամեն հնարավորության, ամեն դաշտը պատրաստել է, որ մեզ կանգնեցնի, մեզ տանի, մեզ հաղթանակած կանգնեցնի։ Եվ ես հավատում եմ, որ մենք գնալով, նորոգվելով կանգնում ենք Աստծո փառքի մեջ, կանգնում ենք նրան մի նոր մակարդակում։ Եվ փառք Աստծուն այս ամեն ինչի համար, այսքանն է Վարազդատ։ Ամեն։ Դուք օրհնվեցիք, ես օրհնվում եմ։ Այ շշերը տեղ չեն անում։ Ինձ մի հատ բաժակ էլի բերեք, երեխեք։ Շատ լավ։ Աստուտան մեջ տարբեր պարգևներ կան։ Ամեն։ Ու ամեն պարգև իր հոտը ունի, իր համը ունի։ Եթե նկատել եք, ես երբեմն ձեզ հարցնում եմ, դուք խմբակ գնում եք, որ հանդիպում են, կամ ձեր տանը խմբակ լինում է, ու դուք մենակ չեք, ես համարյա բոլորին հարցնում եմ, նենց որ մի մտածի, հովը մենակ ինձ է հարցնում, չէ, բոլորն էլ հարցնում եմ։ Խմբակը կարևոր է։ Ընդեղ քեզ օգնելու են, ընդեղ քեզ ծառայելու են, ընդեղ տեղա, որտեղ դու հաղթելու ես, քեզ սովորացնելու են հաղթել, քո պարգևն են բացահայտելու, օգնելու են, որ աճես քո պարգևի մեջ։ Ամեն,
Հալելույա։ Այնպես որ եթե չեք գնում տնային խմբակ, այսօր ծառայության վերջում այդ աշխարհի մեծագույն մեղքը չի, եթե չեք գնում տնային խմբակ, բայց բա որ դրա համար կորցնեք ձեր փրկությունը, սիրելիներս։ Այդ դրա համար կարող է Все-таки մոտ չի ստացվում մանիպուլյացիա անել։ Մոտեցեք Վարդանին, Արթուրին, մեր ծառայողներին, Սրբուհուն։ Ասեք որտեղ եք ապրում, մոտիկ որտեղ տնային խմբակ, իրանք ուղղորդեն, Աչափնյակ կգնաք տնային խմբակ, Ավանի կողմ կգնաք տնային խմբակ, Արեշ, Երրորդ մաս, ու միգուցե սկսվի տնային խմբակ նաև ձեր տանը, ամեն, այդ թաղամասում մենք չունենք օրինակի համար, ու ձեր տանը հենց սկսվի, շատ լավ, Անենց լավ թեմա խոսացիր, Վահագ ջան, ուզում եմ շարունակեմ, բայց ախր Աստված թեմայա է ինձ տվե։ Այս կյանքը նենց է, որ երբեմն լինելով Աստծո զավակ դու կարաս ընկնես, վեր կենաս։ Աստծո խոսքը ասում է արդարը 7 անգամ ընկնի, 7 անգամ էլ կկանգնի։ Ուղղակի դու ինքդ պիտի այնպիսի մթնոլորտ ստեղծես, որ Աստված կարողանա բարձրացնի քեզ։ Եթե ինչ-որ հարցով ընկել ես ու գալիս ես եկեղեցի ու թաքնվում ես հեռախոսի մեջ, դա Աստծուն հնարավորություն չես տալիս կամ կողքինիդ հնարավորություն չես տալիս, որ բարձրացնի քեզ։ Ադամը ընկավ ու թաքնվեց Աստծուց։ Դավիթն էլ ընկավ ու պարկեց Աստծո առաջ։ Սավուղը ընկավ ու հետ քաշվեց Աստծուց։ Դավիթը ընկավ ավելի վատ, եթե համեմատես Սավուղի ու Դավիթի մեղքը, Սավուղը ինչ էր արել որ։ Բայց Սավուղը չափ աշխարեց, Դավիթը բերանի վրա ընկավ ապաշխարեց, երբ որ Աստծուց խոսք ունեցավ։ Թույլ տվեք, որ Աստված կպնի ձեզ, բարձրացնի ձեզ։ Թույլ տվեք ձեր կողքի մարդիկ օգնեն ձեզ։ Մի ծածկվեք հեռախոսի մեջ, դիմակի տակ, ժպիտի տակ։ Թույլ տվեք, որ Աստված կպնի ձեզ։ Ամեն։ Խնդիրը սայթակելը չի։ Խնդիրը տենց սայթակած ցեխի մեջ տենց լղված երկար մնալն է։ Ոյ ես սայթակեցի, ոչինչ կողքինդ կոգնի կբարձրանաս, եկեղեցին այդ տեղն է, բայց երբ որ արդեն գլորվում ես ցեխի մեջ, աչից ձախ, ձախից աչ, խնդիրը դրա մեջ է։ Լավ, շատ չկանգնենք ստեղ, Վահագը լավ, նորմալ խոսած, Վահագ ջան շնորհակալություն, Տերը օրհնի քեզ, դու պարգևես, ուստեղ նստած ամեն մեկդ պարգևեք, ու ամեն մեկիդ հոտը, ամեն մեկիդ բուրմունք, ամեն մեկիդ գեղեցկությունը, ինքը գեղեցկացնում է Քրիստոսի մարմինը, ամեն։ Ես այսօր իմ խոսքը վերնագրել եմ, ինչ ես կառուցում։ Այսօր ուզում եմ խոսենք կառույցից ու կառուցելուց միասին։ Կարաս կասկետ հանես, այսօր կասկի օր չի, գիտեք չէ ծառայություններ կա, մարդիկ կասկով են գալի, կասկա են դնում, որ հանգարց քարը իրանց չկպնի, այսօր օրա, որ ես ու դու իրար հետ պետք է սովորենք, այսօր լավ տեղ ենք գնալու, ամեն, նենց որ գոնե գլխով արեք, այս Արտուրի ասածը շատ լավն էր, որ ասում ամեն չեք ասում, գոնե գլխով արեք, ինձ գոնե աչքով արեք։ Ու ես ուզում եմ նախ մի տեղից խոսեմ, ինչի ենք մենք հաճախ Աստծո տան մեջ անգործ։ Ես մեզանից եմ խոսալու, ինձ Աստված չի կանչել խոսամ ուրիշ եկեղեցիներից։ Ու հետո մենք միասին կգնանք քայլ առ քայլ, ինչ է ուզում Աստված, որ մենք անենք։
Կա կրոնական մտածելակերպ ու պատկերացում, ասում եմ, բաս մեր ուրիշ եկեղեցիներից չեմ խոսա, ես մեզանից եմ խոսում։ Կա կրոնավոր մտածելակերպ ու պատկերացում, որ փրկությունը դա նպատակն է։ Փրկությունը մեր համար նպատակ է։ Ու եթե ինչ որ մեկը քեզ տվել է այդ նպատակը, որ կարևորը փրկվես, ես այսօր այդ նպատակի հարցերը ուզում եմ լուծեմ։ Ու ասեմ, որ փրկությունը նպատակ չի եղել երբեք։ Փրկությունը միշտ արքայության մեջ եղել է միջոց։ Եթե ես դնում եմ իմ կյանքի համար նպատակ փրկությունը, կարևորը հասնեմ երկնքի դարպասներին, կարևորը մտնեմ երկնքի դարպասներից։ Ու կա մտածելակերպ, ես ինքս լսել եմ, նույնիսկ այդ դռների տակ, դարպասների տակ, պատի տակ, միայն փրկվենք։ Եթե նկատել եք, սիրելիներս, Աստված երբեք չի եղել ու իր ժողովրդին չի սարքել մինիմալիստ։ Երբեք։ Ու երբ որ իմ մտածելակերպը այսպիսին է, կարևորը փրկվեմ, ես իմ կյանքում նպատակ եմ դրել փրկությունը։ Ու ես ամեն ինչ անում եմ, որ չկորցնեմ իմ փրկությունը։ Ես գալիս եմ եկեղեցի, որ չկորցնեմ իմ փրկությունը, ես 10-րդ եմ տալիս ու զոհաբերում եմ, որ չկորցնեմ իմ փրկությունը, ես գնում եմ խմբակ, որ չկորցնեմ իմ փրկությունը, կարդում եմ, աղոթում եմ, որ չկորցնեմ իմ փրկությունը։ Փրկությունը իմ համար նպատակ է։ Ու հանկարծ մի օր, ինչ որ մի տեղ, ես լսում եմ, որ դու չես կարող կորցնես քո փրկությունը։ Վերջ, իմ նպատակը, ես էլ չունեմ նպատակ։ Ինձ իմ նպատակից ինչ որ մեկը զրկեց։ Ես էլ նպատակ չունեմ, արդեն ապրում եմ աննպատակ։ Եթե ես նպատակ էի դրել, որ փրկվեի, հասնեի երկինք ու հանկարծ իմանում եմ, որ դա արդեն եղած փաստ է, դա ինձանից կախված չի։ Դա Քրիստոսի կատարած գործի հետևանքով է, ես շնորհքով եմ փրկվում, իմ գործերով չեմ փրկվում, ես իմ նպատակից զրկվում եմ։ Ու այն ժամանակ ամեն ինչ անում էի, որ փրկվեի, հիմա որոշում եմ ոչինչ չանեմ, որովհետև փրկված եմ։ Խնդիրը կայանում է սրա մեջ, սիրելիներս, որ փրկությունը նպատակ չի ու չի եղել։ Դա ես եմ իմ համար սարքել նպատակ կամ դու։ Փրկությունը վերջը երբեք վերջնական արդյունքը չի եղել։ Փրկությունը եղել է սկիզբը։ Աստված մեզ փրկեց եւ դա սկիզբն է։ Փրկությունը վերջը չի, սկիզբն է։ Իսկ նպատակը լինելով փրկված իր արքայությունը երկրի վրա կառուցելն է, տարածելն է արքայությունը, ծառայելն է արարչին, նմանվելն է արարչին, իր պատկերով ապրելն է, իր բնավորությունը ունենալն է իմ համար ու այդ բնավորությունով տարածել արքայությունը արքայության համար, սա է նպատակը։ Ադամն ու Եվան ստեղծվեցին ու դրվեցին Եդեմում։ Ու իրանք ունեին հանձնարարական գործ տարածել, մշակել։ Իրանք գործ էին անում։ Ու հանձնարարականը կայանում էր նրանում, որ իրանք գործեն Եդեմում ու տարածեն Եդեմը ու պաշտպանեն Եդեմը։ Այսօր այդ նույն հանձնարարականը մերն է, սիրելիներս, Եդեմը արքայության խորհուրդն է։ Այսօր մենք ունենք կառուցելու հանձնարարական սիրելի եկեղեցի, լինելով փրկված, լինելով վերստին ծնված, հաստատված Աստծո արքայության մեջ, ես ու դու չպիտի լինենք անգործ, ես ու դու գործ ունենք անելու։ Ու ես ուզում եմ այսօր մենք տեսնենք ինչ Աստված իր խոսքի մեջ
տեսնում իմ ու քո համար։ Ինչ է Աստված ուզում իմ ու քո համար։ Այս ժամանակը մեր համար մինչև հունվար կառուցվելու ժամանակ է, գործելու ժամանակ է, ու ճիշտ կառուցելու, դուք ասես, բա ես ուզում եմ կառուցեմ, ինձ չեն թողում, այսօր կնենք, բա դու ինչ ես ուզում կառուցես, որ քեզ չեն թողում, մենք արքայությունն ենք կառուցում, մենք մեզ չենք կառուցում, Լավ, եկեք անցնենք խոսքին։ Փրկությունը նպատակ չէ, այլ միջոց է։ Եկեք նայենք Կողոսացիս 1:13-ը։ Աստված, Քրիստոս, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց եւ մեզ իր սիրելի որդու արքայության մեջ փոխադրեց։ Հետո ասում են նրա միջոցով մենք ունենք թողություն, մեղքերի թողություն ու փրկություն։ Հիմա Աստված մեզ խավարի իշխանությունից ազատեց, սա նշանակում է խավարը մեր վրա իշխանություն չունի, մենք այնտեղ չենք գտնվում, սա մի փաստ է, օй, թշնամին եկավ, սենց ազդում էր իմ վրա, եղբայր, քույր, խավարը քո վրա իշխանություն չունի, Օ, ես նստած էի, մեկ էլ սենց հաղորդման միջով դև եկավ ուզում էր ազդել, եղբայր, քույր, խավարը քո վրա իշխանություն չունի ու դա Աստծո խոսքն ասում, բա այդ ոնց եղավ նենց, որովհետև դու չէիր հավատում այդ խոսքին։ Ինչի բա տենց եղավ, որովհետև դու ինքդ իշխանություն տվեցիր խավարին։ Հետո մեզ փոխադրեց իր սիրելի որդու արքայության մեջ։ Հիմա մենք ստեղ էինք խավարի իշխանության տակ, հիմա Աստված մեզ փրկեց, ակազվեց, որ փրկությունը վերջնական արդյունքը չի, նպատակ չի, այլ միջոց է, ու այդ միջոցով, քանի որ մեզ փրկեց, ինքը մեզ փոխադրեց այստեղ, իր սիրելի որդու արքայության մեջ, ինչի։ Ես հարց ունեմ ու չեմ ուզում պատասխանեք, ուզում եմ մտածեք, Ինչի Աստված մեզ փրկեց, ինչի Աստված մեզ փոխարինեց իր սիրելի որդու արքայության մեջ, դուք ասեց, որովհետև սիրեց, սա իր մասն է, բա իմ ու քո մասը որն է, մենք փոխադրվել ենք իր սիրելի որդու արքայության մեջ, ինչի համար, միգուցե ես ու դու ստեղ ենք, որպեսզի ստեղ ու ստեղից կառուցենք ու տարածենք այդ արքայությունը։ Ամեն։ Մենք ստեղ ենք, որովհետև մենք արքայության որդիներ ենք։ Մենք ստեղ ենք, որովհետև կա արքայության գործ, որ պիտի արվի։ Ու ես այսօր ուզում եմ խոսամ այդ գործի կարևորությունից, սիրելիներս։ Հիմա այնպիսի ժամանակ ու թշնամին այնպիսի միջոցներ է կիրառում, ու ես կարծում եմ ամեն մեկիդ կյանքի մեջ էլ ինքը կիրառել է ու ամեն մեկիդ կյանքի մեջ ինքը կպել է, որ դու արքայության գործը ու ծառայությունը չկարևորես, կարևորես քեզ ու քո գործը, կարևորես քեզ ու քո կարիերան, բայց երբ որ մենք կանգնենք Տիրոջ առաջ, ես չեմ ասում այն ընդհանրապես կարևոր չի, ես չեմ խոսում այն մասին, որ քո կյանքը, քո գործը, ինչ ես դու անում, որտեղ ես աշխատում, դա ընդհանրապես կարևոր չի, ես խոսում եմ այն մասին, որ արքայության գործը ավելի կարևոր է, Ես ուզում եմ այսօր ես ու դու մտածենք, ով ենք մենք Քրիստոսում, որն է մեր կյանքի նախասահմանությունը,
Ինչի մեջ է Աստված մեզ կանչել, որն է մեր կյանքի նպատակը։ Ես այսօր պարզ բաներից եմ խոսում, որտեվ եկեղեցին հեռացել է հենց այս պարզ բաներից։ Որն է իմ կյանքի առաքելությունը։ Ինչի համար եմ ես ծնվել։ Ինչ է ինձնից ուզում Աստված, որ ես անեմ։ Որն է իմ կյանքի, որն է քո կյանքի առաքելությունը։ Երբ որ դու մտածես, հասկանաս, որ նա քո կյանքի առաքելությունը ամեն մեկինը տարբեր է, ամեն մեկի կյանքի ուղին տարբեր է, ամեն մեկի կոչումը տարբեր է, ամեն մեկի պարգևը տարբեր է, կյանքի առաքելությունը տարբեր է։ Կա հաջորդ հարցը, սիրելիս, ինչքան ժամանակ ես տրամադրում օրվա մեջ դրա համար, ու ինչքան ժամանակ ես տրամադրում օրվա մեջ ուրիշ բաների համար։ Ինչի մեջ է Աստված ինձ ու քեզ կանչել, որ ինչ կառուցենք։ Երբ որ ես հասկանում եմ իմ կյանքի առաքելությունը, ասեմ ձեզ, մեծագույն բանը, որ թշնամին կանի ձեր կյանքում, ինքը ձեզ կապակողմնորոշացնի ձեր կյանքի առաքելությունից։ Որպեսզի դուք չմտածեք, որպեսզի դուք չունենաք ժամանակ, որ առանձնանաք ու մտածեք։ Դուք միշտ զբաղված եք։ Հենց զբաղված չեք TikTok-ն ու Instagram-ը կա, որ ձեզ զբաղացնի։ Այդ մատի հավիտենական շարժումով։ Ես ինձ էլ եմ ասում։ Ես ձեզ էլ եմ ասում։ Լավ, երբ որ դու նստեցիր, մտածեցիր, աղոթեցիր ու հասկացար քո կյանքի առաքելությունը, դու կասես, հովիվ ջան, բա ես չեմ հասկացել իմ կյանքի առաքելությունը։ Բա ինչի մենք ժամանակ չենք տրամադրում դրա համար, սիրելիներս։ Ինչի մենք չենք առանձնանում ծոմով, աղոթքով, որպեսզի գանք Աստծու մոտ, ասենք Տեր, ինչի համար ես ինձ կանչել։ Այս Հայաստանում ինչ հարց պիտի լուծեմ, ինչ պիտի անեմ։ Եթե դու նստած ու մտածում ես, դու փոքր մեկն ես, ով դե մի հատ փոքր բան պիտի անի, դու սխալվում ես։ Արքայության մեջ չկա փոքր։ Աստծո խոսքը ասում է, որ ստեղի փոքրը ընդեղի մեծից էլ մեծ է։ Կոտ կա, փոքր չկա։ Ես բոյի համար չեմ ասում, այնտեղ եղբայրները, կոլոտ եղբայրները ծիծաղում են, ես փոքր եմ, հովիվ ջան։ Ամեն մեկդ մեծ եք արքայության համար, ուղղակի հասկացեք, ինչ հարցի լուծման համար եք ծնվել, ինչ կառուցելու համար եք ծնվել, ինչ գործ անելու համար եք ծնվել, որտեղ գործելու համար եք ծնվել։ Երբ որ դու հասկանում ես քո կյանքի առաքելությունը, դու սկսում ես գործել համապատասխան։ Երբ որ դու հասկանում ես քո կյանքի առաքելությունը, երկրորդ քայլը, ինչքան ժամանակ ես տրամադրում օրվա մեջ դրան։ Շատերը գիտեն իրանց կյանքի առաքելությունը այստեղ է, իրանք էս պիտի անեն, բայց իրանք իրանց օրվա 90%-ը զբաղված են ուրիշ բանով, ուրիշ գործ գործելով։ Եթե դու ժամանակ չես տրամադրում արքայությունը կառուցելու մեջ, դու չես հաջողվի դրա մեջ։ Արքայության գործը կարևոր է, սիրելիներս։ Աստծուն ծառայելը սա պատվական է, սիրելիներս։ Ես ուզում եմ այսօր քո ներսում ծառայությունը բարձրանա։ Այդ պատվական բանը մենք իրականում պատվական անենք։ Մենք չլինենք մեկ, ով պատվականը անարգում է ու անարգը պատվականը դարձում, ասում է, եթե դու լինես պատվականը պատվող ու անարգը անարգող, դու Աստծո շուրթերի պես կլինես։ Այսօր այս աշխարհը այնպես է խառնել ամեն բան, որ Աստծո զավակը, արքայության զավակը պատվականը անարգում է ու անարգը պատվականը անում։ Արդյոք Աստծուն ծառայելը պատվական չի։ Արդյոք արքայությունը կառուցելը պատվական չի։ Արդյոք մենք ուշադրությամբ չպիտի անենք Աստծո գործը, սիրելիներս։
Ով է հիշում Նեեմիային, ով կառուցում էր Պարիսպը, Աստծո խոսքը ասում է իրանց մի ձեռքում սուր էր ու մյուս ձեռքում այն գործիքը, որով որ կառուցում են։ Իրանք մի կողմից սուրը իրանց ձեռքում էր, որտեվ թշնամու հարձակումը միշտ կար։ Սա բալանսն է։ Մյուս կողմից իրանց ձեռքում շինարարական գործիքն էր, որ իրանք գիտեն, իրանք գործ են անում։ Ծայրեղությունը կայանում է նրանում, որ մեր երկու ձեռքում շինարարական գործիքներ է։ Մենք միայն գործ ենք անում, միայն գործ ենք անում։ Մենք չունենք ժամանակ աղոթքի, մենք չունենք ժամանակ թշնամուն հակառակվելու։ Ու հետո տեսնում ես դու մի քիչ ուրիշ գործ ես անում, սարքելու փոխարեն քանդում ես։ Մյուս ծայրեղությունը նա է, որ երկու ձեռքում էլ սուր է։ Մենք միշտ պատերազմում ենք, կարևորը մենք լարված ենք, միշտ պատերազմում ենք։ Եղբայր ինչ ես անում, աղոթում եմ, լարված եմ, քույրիկ ինչ ես անում, ես աղոթքի մեջ եմ, լարված եմ։ Այ քույրիկ ջան, բացի դրանից ուրիշ գործ ունես անում, չէ, դա մենակ իմ գործը է դա։ Մենակ ես հակառակվում եմ, ես կանչված եմ հակառակվելու համար մենակ։ Հա օգնելու բան էլ կա, կարող է օգնես էլ միտեղ։ Երբ որ մենք բալասանվորվում ենք այս ծառայությունից մյուս ծառայություն եւ ունենք աղոթքի կյանք եւ գիտենք կա թշնամի ում պիտի հակառակվենք եւ մեր մյուս ձեռքում Աստծո արքայությունը կառուցելու գործիքներն է, մենք ճիշտ ենք գնում սիրելիներս։ Հոգով միայն հոգով ու ոչինչ չանելով դու արքայությունը չես կառուցի։ Միայն գործելով ու Աստծո ներկայության մեջ չմտնելով, Աստծո հետ ժամանակ չանցկացնելով դու նույնպես չես կառուցի։ Մեզ պետք է երկուսն էլ։ Ամեն։ Լավ, հիմա հասկացանք արքայության գործը կարևոր է։ Այդքան էլ չենք հասկացի, հով ջան, այսա գնալու ենք, ընկնենք մեր գործերին։ Իրականում, երբ որ մենք կենտրոնանում ենք արքայի վրա, Տիրոջ վրա, ինքը ինչ է արել, ինչպես արքայությունը աշխատում, պատկերացնում եք, արքան եկավ երկնքից, որպեսզի ստեղ բերի իր արքայությունը։ Արքան խաչվեց, մահացավ, թողեց արքայությունը իր որդիներին, ովքեր հետո ընդունեցին իրան։ Արքան իրան ընդունողներին ստրուկներ ու ծառաներ չսարքեց, այլ որդիներ։ Արքան բերել է արքայությունը, երկինքը բերել է երկիր, իմ ու քո համար ու հիմա մեր ժամանակն է, որ այդ տարածենք, ու մենք ամփույթ ենք սրանում ու կենտրոնացած ենք ուրիշ բաների վրա։ Ես դրա համար եմ ասում, սիրելիներս, որ ծառայությունը կարևոր է։ Ծառայությունը միայն այն չի, արքայությունը կառուցելը միայն այն չի, ինչ դու կարող ես անել բեմի այս կողմում կամ եկեղեցում։ Մենք կառուցում ենք արքայությունը մեր կյանքով։ Ես չեմ խոսում միայն եկեղեցում գործելու մասին։ Ես խոսում եմ նաև եկեղեցուց դուրս կառուցելու մասին։ Եթե դուք 2 ամիս առաջ կայք են ծառայությանը, որ ես խոսում եմ, որ դուք ձեր աշխատանքի վայրում, ձեր բարեկամների մեջ եւ հովիվ եք, եւ առաքյալ եք, եւ մարգարե եք, եւ ավետարանի եք, եւ ուսուցիչ եք, ու դուք ընդունեցիք այդ, դուք պիտի հասկանաք, որ այս աշխարհը ու այն շրջապատը, որտեղ որ դուք կաք, ձեր համար դաշտ է, որ ծառայեք։ Կարիք չկա ինչ-որ մեկը քեզ մարգարե օծի կամ հովիվ օծի, որ գնաս ու ծառայես մարդկանց։ Կարիք չկա ինչ-որ մեկը փող հնչեցնի ու քեզ ձեռնադրի որպես ավետարանիչ, որ դու գնաս անես։ Քո շրջապատը համար դաշտ է։ Աստված քեզ տեսնում է առաքյալ, մարգարե, ավետարանիչ, հովիվ ու ուսուցիչ այն մարդկանց համար, ում հետ դու շփվում ես։ Իմ բարեկամները հովիվ չունեն, սուտ ես ասում, դու իրա հովիվն ես։ Իմ բարեկամները ավետարանիչ չունեն, բա դու ինչ ես։ Որտեղ որ ես աշխատում եմ, ընդեղ հովիվ չկա, դու ես այդ հովիվը, դու ես այդ ավետարանիչը։
Ու երբ որ ես հասկանում եմ, որ արքայության գործի են մի մասնիկը ինձանից է կախված, այլ մի քարը ես պիտի դնեմ, ես գործում եմ։ Ինչն է պատճառը, որ մենք լսում ենք, գլխով ենք անում, թեթև ժպտում ենք ու գնում ու ոչինչ չենք անում։ Մենք չենք կարևորում արքայության գործը, սիրելիներս։ Ես ուզում եմ այսօր դու ամենայն երկյուղացությամբ, ամենայն Աստծու պատվով, հարգանքով, երբ որ վերցնես քո ձեռքերի մեջ սուրբ հաղորդությունը, դու հասկանաս, որ դու մեկն ես, ում վստահված է կառուցել արքայությունը։ Աստված քեզ է նախատեսել լույս։ Ուրիշ լույս չկա իմ բարեկամների մեջ։ Ես նենց եմ ուզում, այն տակը լինեմ, չերևամ, չկա, դու ես։ Ու ամեն ինչ չի, որ քո ուզելով է լինում։ Աստված քեզ է նախատեսել աղ քո բարեկամների մեջ։ Դու կասես իմ բարեկամների մեջ սենց չոր բորշ է։ Այդ բորշը առանց աղի համով չի։ Մեկը կաղամբ է, մեկը բազուկ է, մեկը գազար է, մեկը կանաչին է։ Աղն էլ դու ես։ Առանց բազուկ էլի կուտվի, բայց առանց աղի ոչ մի բան էլ չի ուտվի։ Քո աշխատանքի վայրում, քո դպրոցում դու ես կառուցողը, քո ինստիտուտում դու ես կառուցողը, ու բացի աշխատանքը կառուցելը արքայությունը կառուցի։ Բացի քո ղեկավարին օգուտ բերելը արքայությանն էլ օգուտ բեր։ Ոչ այն ժամանակի մեջ, որ քեզ վարձատրում են։ Այնտեղ քեզ վարձատրում են, որպեսզի գործես։ Բայց դրանից են կողմ դու ունես փոխհարաբերություն։ Այդ փոխհարաբերության մեջ կառուցեք արքայությունը, քարոզեք ավետարանը։ Դու կասես, քարոզեն, որ մեր եկեղեցի գա, չէ քարոզի, որ ապաշխարի։ Թող ապաշխարի, մնացածը թող Տիրոջ վրա։ Ես միայն եկեղեցին եմ կառուցում, դա սխալ է, մենք արքայությունն ենք կառուցում։ Ամեն։ Մի խոսք էլ կարդամ Կողոսացիս 4։ Ձեզ ողջունում են Կողոսացիս 4 գլուխը ողջունների գլուխը, որ Պողոս Առաքյալը արդեն փակում է, ամփոփում է գիրքը, Կողոսացիների ուղղված նամակ ու ասում է ձեզ ողջունում են։ Այս մարդիկ ու ես միայն այս խոսքն եմ վերցրել, որտեղ ողջունները ընդամենը, բայց դուք կարող եք կոնտեքստով կարդաք։ Ձեզ ողջունում են Արիստարքոսը, իմ բանտարկիցը, այսինքն իրար հետ բանտում են եղել, բանտակիցը եւ Բարնաբասի եղբորորդի Մարկոսը այստեղ է գրած, որ Բարնաբասը Մարկոսի հորողբերն էր, դրա համար էր ուզում, որ Մարկոսը իրանց հետ գա, որի համար պատվեր ստացակ, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք։ Եվ Հիսուսը, որ Հուստոս է կոչվում, որոնք թլպատությունից են, միայն նրանք են իմ գործակիցները Աստծո արքայության մեջ, որով ինձ համար էլ մխիթարություն եղան։ Ասում է, լիքը մարդ կա, բայց մի քանի հոգու անուն է տալիս Պողոս ու ասում է, միայն իրանք են իմ գործակիցները արքայության մեջ։ Միայն նրանք են այն մարդիկ, ովքեր իմ հետ միասին գործում են, գործակից են, կառուցում են արքայությունը։ Ես այնքան կուզեմ, որ մեր ամեն մեկի համար Տեր Հիսուսը ասի, իրանք իմ գործակիցներն են արքայության մեջ։ Սա պատվական բան է, սիրելիները, սա պատվավոր բան է։ Երբ որ դու կանգնես Աստծու գահի առաջ, հրեշտակները չեն ծափարելու ասեն, փառք Ղևոնդին, ապրի Ղևոնդը, որովհետև ինքը կառուցեց Մերսեդես կազմակերպությունը, ապրի Գագոն, որովհետև ինքը գործակից էր Ծառուկյան Գագիկին, ապրի Վալոդը, որովհետև ինքը շատ լավ քաղաքական գործիչ էր։
Ես ու դու Հիսուսի գործակիցներն ենք, թե չէ արքայության մեջ։ Ես ուզում եմ դու այս հարցը քեզ տաս, սիրելի քույր ու եղբայր։ Ինչ պատիվ է լինել թագավորի հետ գործակից թագավորության գործում։ Մենք չպիտի այնքան կենտրոնացած լինենք այս աշխարհի վրա, միայն ֆիզիկականի վրա, որ մոռանանք, որ մենք արքայության քաղաքացիներ ենք։ Ու արքայության արքան մեզ առաջարկ է անում։ Իր անունը Հիսուս է։ Ասում եմ դու ունես հնարավորություն իմ գործակիցը լինելու։ Դու ունես հնարավորություն իմ հետ միասին այն արքայությունը, որ ես հիմնել եմ, կառուցելու, տարածելու, լայնացնելու։ Արքայությունը արդեն երկրի վրա է։ Մեր հոր գործն է։ Ու ես ու դու որպես որդիներ պիտի գործենք այդ արքայության մեջ։ Պիտի գործակիցներ լինենք այդ արքայության մեջ։ Մեր սիրտը պիտի լինի հոր սրտի պես։ Եթե դու հանդիպումներ ես ունենում հոր հետ, քո սիրտը ցավում է մեղավորների համար։ Եթե դու հոր հետ ժամանակ ես անցկացնում, քո սիրտը ցավում է անկիրթ հավատացյալների համար։ Ովքեր հավատացյալ են, բայց Աստծո խոսքից բավականին հեռու են։ Քո սիրտը ցավում է, դու ուզում ես գործես, դու ուզում ես կառուցես։ Ինչի՞, որտեվ դու քեզ տեսնում ես արքայության գործակից։ Այսօր ձեր ներսի պատկերը թույլ տվեք Աստված փոխի։ Մենք շատ ենք խոսելու պատկերներից։ Այսօր թույլ տվեք ձեր ներսի պատկերը, եթե ձեր ներսում դուք միայն ձեզ տեսնում եք, մեկ ով գործում է այն աշխատանքի վայրում, մեկ ով ժառանգել է միայն մարդկային գեն, այսօր թույլ տվեք, որ Աստված փոխի ձեր պատկերը ձեր հանդեպ, որպեսզի դուք ձեզ տեսնեք գործակից արքայության մեջ, որպեսզի դուք ձեզ տեսնեք ժառանգորդ այն գենի, որ հայրն է դրել ձեր մեջ։ Միայն այդպես է ձեր բնավորությունը փոխվելու, միայն այդպես եք դուք սկսելու գործել արքայության մեջ։ Ժողովուրդը բավականին լուռ է։ Հիշում եք պոտենցիալ ու կինետիկ էներգիան, որ բադրին էր, չէ՞ խոսում ստեղ պոտենցիալ ու կինետիկ էներգիայից։ Իսրայելից Իսրայելից բժիշկ ենք ունեցել։ Բադրիներ են։ Հա, Վրաստանից բադրիներ։ Բայց կարող է Իսրայելից էլ կա բժիշկ, որ եկել է մեր մոտ, ես չեմ եղել։ Բայց հիշում եք Թաթուլ ախպերը ինքը միանգամից դե ֆիզիկոսը վիդից դալիկա, չէ՞, իրանք սենց իրար հասկանում են, մենք այդքան չենք հասկանում։ Բայց այս այնքան կարևոր է պոտենցիալ ու կինետիկ էներգիան։ Այս շիշը իր մեջ էներգիա ունի, ամեն բան, ամեն մարմին իր մեջ էներգիա ունի, բայց մինչև ինքը չի շարժվում, այդ էներգիան գործի մեջ չի դրվում։ Տենց է, իմ բառերով ասեցի։ Ասում եմ քո բառերով, հա։ Այսինքն դու քո մեջ մեկը այդ էներգիան ունես, այդ հոգևոր պաշարն ու զորությունը ունես, բայց պիտի գործես, որ այդ զորությունը գործի մեջ դրվի։ Հիմա ինքը որովհետև չի շարժվում, ոչ մի ձայն չկա, բայց երբ որ իրան թողում ենք, ինքը արագության մեջ ինչ է կատարվում, ձայն է հանում։ Երբ որ իրան շարժում ենք, այդ պոտենցիալ էներգիան դառնում է կինետիկ, երբ գործողության մեջ։ Աստված այսօր կանչում է քեզ գործողության սիրելիս, արքայության մեջ, դուք ասես լավ գործում եմ, առավոտվանից վեր կենում եմ, գնում եմ գործի, հետո դասի, շատ լավ է։ Եկեք նաև
գործենք արքայության մեջ։ Եկեք նայենք նաև կարևորենք արքայության գործը, ամեն։ Ու եկեք մի խոսք էլ նայենք միասին ու հետո կընդունենք հաղորդություն։ Եկեք նայենք ինչ ենք կառուցում։ Ինչ ենք կառուցում, ինչպես ենք կառուցում, ինչ նյութերով ենք կառուցում։ Մենք կառուցում ենք արքայությունը, որտեղ պիտի երևա Հիսուսը։ Մենք չենք կառուցում մի բան կամ մի ծառայություն, որտեղ մենք ենք երևում։ Եթե ես կառուցում եմ մի բան, որտեղ որ ես եմ երևում, ես արքայությունը չեմ կառուցում։ Երբ որ ես կառուցում եմ արքայությունը, տեղ Հիսուսն է երևում։ Արքայությունը բոլոր սլաքներով ուղղված է Հիսուսի փառքի, Հիսուսի երևալու ու Հիսուսի մեծության վրա։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 3:9 Որովհետև մենք Աստծու գործակիցներն ենք, ինչ հզոր պնդում է։ Պողոսը գիգանտ է եղել, մեծ առաքյալ է եղել։ Երբեմն հենց այս մի նախադասությունը քեզ օրերով մտածել է տալիս, որովհետև մենք Աստծու գործակիցներն ենք։ Ախ թե ամեն մեկը ստեղ, երբ որ գրեր իր Աստվածաշունչը, այդ կարողանար գրեր։ Որովհետև ես Աստծու գործակիցն եմ։ Որովհետև դու Աստծու գործակիցն ես։ Ով կարա ես ասի ու գրի ես պնդումը, նա ով գործում է արքայության համար, նա ով իր կյանքը դրել է արքայության համար, նա ով գիտի ինքը ով է, գիտի ինչի համար է կանչված, նա ով գիտի, որ ինքը Աստծու գործակիցն է, որովհետև մենք Աստծու գործակիցներն ենք, դուք Աստծո մշակության դաշտը, Աստծու շինությունը, կա Աստծու գործակից, ով գործում է, ու կա դաշտ, որտեղ որ գործում է, ամեն մեկս ինչ որ մի ոլորտում Աստծու հետ գործակից ենք, ինչ որ մի ոլորտում դաշտ ենք, որ մեզ մշակում են, ամեն մեկս ինչ որ միտեղ շինարար ենք, ինչ որ միտեղ թույլ ենք տալիս, որ մեզ կառուցեն, ուղղեն։ Դրա համար ծառայության սկզբից ես ասում եի, ճկուն եղեք, երբ որ ձեզ ուղղում են, ճկուն եղեք, ճկվեք, ասեք ամեն ու գնացեք առաջ, որտև դու մեկն ես, ով ինչ որ մի բան ու ինչ որ մեկին կառուցում է, ու մեկն ես, որ քեզ կառուցում է Աստծու գործակիցը։ Աստծու ինձ տրված շնորհքի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմք դրեցի, բայց ուրիշն է կառուցում նրա վրա, բայց թող ամեն մեկը զգույշ լինի, թե ինչպես է կառուցում։ Սիրելիներս, Աստծո խոսքը ասում է ամեն մեկը թող զգույշ լինի, թե ինչպես է կառուցում։ Կա 3 բան, որ մենք զգույշ պիտի լինենք կառույցի մեջ։ Ինչպես ենք կառուցում, ինչով ենք կառուցում, ինչ շինանյութով ենք կառուցում ու ինչ ենք կառուցում։ Ու շատ կարևոր է, որ ամեն մեկս որպես գործակից, որպես գործող, որպես կառուցող, երբ որ մենք հասկանում ենք լավ, մենք արքայության մեջ կառուցողներ ենք։ Զգույշ լինենք, թե մենք ինչպես ենք կառուցում։ Կառույցը պիտի ցույց տա Քրիստոսին, եթե դու մի բան ես կառուցում, որը որ քեզ է ցույց տալիս, ուրեմն դու ճիշտ բան չես կառուցել։ Եթե դու մի կառույց ես կառուցում, որը որ Քրիստոսին է ցույց տալիս, ուրեմն դու ճիշտ ես կառուցում։ Մեր կառույցի ու ծառայության մեջ, ոնց որ Եգիպտոսի բուրգերի մեջ, չպիտի մարդիկ մնան քարերի տակ։ Երբ որ մենք կառուցում ենք բուրգ,
Երբ որ մենք կառուցում ենք Բաբելոնյան աշտարակ, այդ բուրգի մեջ քարերի տակ մարդիկ են մնում։ Ով գիտի, որ Եգիպտոսի բուրգի քարերի տակ մարդիկ են մնացել։ Որովհետև կարևորը կառույցն է։ Կարևորը այն է, ինչ մենք անում ենք, կարևորը մարդը չի, եթե մարդը մեռնում է, մեռավ, գցեք քարի տակ թող գնա։ Արքայությունը այդպես չի։ Արքայության մեջ մենք բուրգ չենք կառուցում։ Ու եթե իմ ու քո կառույցից ինչ որ մեկը վնասվում է, վայ են կառույցին, որ մենք կառուցում ենք։ Արքայության կառույցը փառավորում է միայն Հիսուսին, ցույց է տալիս միայն Հիսուսին, ունդեղ մարդիկ չեն մահանում։ Պողոս առաքյալը ասում է, ես հիմքը գցեցի, հիմքը Հիսուսն է, բայց զգուշեղի ինչ ես կառուցում։ Սիրելի ծառայող ու բոլորդ, որ ապագա ծառայողներ եք, սա ծառայողների եկեղեցի է։ Մենք պիտի զգուշ լինենք ինչ ենք կառուցում։ Երբ որ ես հասկանում եմ, որ ես կառուցող եմ, ես գալիս եմ ամեն կիրակի եկեղեցի։ Ես ուղղակի չեմ մնում տունը, որովհետև ինձ հարմար չէր։ Նույնիսկ on-line լսողները կարան կառուցեն տունը կիսվելով ծառայությունով։ Ես հավատում եմ, որ ժամանակն է, որ մենք սպառողից դառնանք կառուցող։ Որ մենք վերցնողից դառնանք տվող, դառնանք գործող։ Աղոթենք Տերը ինչ է խոսում մեզ ու անենք են։ Պարտադիր չի այդ ձևակերպումը մենք գտնենք ինչ որտեղ։ Միգուցե աղոթես մեր երիտասարդներից մեկ աղոթել էր, Աստված ասել էր կերակրեք բոմժերին։ Կերակրեք։ Եկավ հոյ ջան Աստված ինձ բան ասե, ինչ անեմ, ասում գնացեք կերակրեք։ Ասես նայում, հա այդ բարդ չի այդ։ Չէ։ Ուզում եք կերակրեք, հա գնացեք կերակրեք։ Երբ որ մենք այնքան զբաղված լինենք այդ կերակրելու պլանավորումով, հավաքենք պլանավորման թիմ, հետո թիմ, որ հետևում է այդ պլանավորման թիմին, հետո թիմ, որ գրաֆիկ է գրում դրանց համար, մենք չենք կերակրի այդ մարդկանց։ Դուք ասես, բա ինչ պիտի անենք։ Պիտի գնանք խանութ 5000 դրամ տանք, մի երկու բան առնենք, բերենք ու տանենք, սկսենք բոմժերին կերակրել։ Ամեն ինչ այդքան էշտա, այո։ Այո։ Լսեք, Աստված ինչ ունի ձեր համար։ Դուք ասես, բա փողը Աստված կմատակարարի փողը, դու գործի։ Այն ինչ որ ծնված է Աստծուց, ինքը կանգնած է դրա հետևում։ Այն ինչ որ քեզանից է ծնվում, դու դրա փողերը պիտի գտնես։ Fundraising անենք, ուրեմն Աստծուց ծնված չի։ Աստված կանգնած է իր խոսքի հետևում, որպեսզի մատակարարի։ Սիրելիներս, ամեն մեկիս համար այդ գործելը տարբեր է։ Տարբեր է։ Դու պիտի աղոթես, լսես Տերը ինչ ունի քո համար։ Տերը ինչ ես ուզում որ անեմ։ Ու փոխանակ նրա որ մտածես այս եկեղեցում, այս չկա, էսա բացակա, էսա քիչ, դու վերցրա ու արա, երբ որ դու տեսնում ես այդ կարիքը, դա նշանակում է դա քո պարգևն է։ Ամեն։ Դե մենք ուզում ենք գանք ասենք եկեղեցում այս չկա, բայց չենք ուզում մենք անենք, ո՞վ ես ուզում որ անի։ Ես ուզում եմ մենակ կրիտիկ, ես կրիտիկ եմ աշխատում։ Իմ մասնագիտությունը կրիտիկն է, գամ, ասեմ եկեղեցում սեր չկա։ Էսի եկեղեցում կարգ ու կանոն չկա։ Բեր եկեղեցում գթություն ծառայություն չկա։ Սկսի եկեղեցում էս կիրակրման ծառայությունը չկա։ Սկսի մինչև 1, 2, 3 դուք սկսես ինքը մեկով 0 կկրվի, հետո կգա կկպնի քեզ։
Էլ ինչ չկա։ Ես մեկն եմ, ով սենց նայում եմ, էլ ինչ չկա եկեղեցում։ Դու եղի մեկը, ով կնայի, որ այդ չկան, անի։ Եկեղեցում դիմավորման ծառայություն չկա, նենց եմ ուզում, որ մտնեմ մեկը սենց Աստծո խոսքով դիմավորի, սկսի քո գեղեցիկ ժպիտով, դիմավորի մարդկանց, 10 րոպե շուտ արի, տունը խոսքեր տպի Աստծո խոսքից, մարդյութ կգա ծաղիկներ առ, ու բաժանի սեր տուր, չէ, ես մենակ ուզում եմ կրիծիկ լինեմ, մենակ ուզում եմ խնդիրները տեսնեմ, չէ, դու խնդիրները լուծող եղի, ամեն, հալելույա, ունեք ինչ ասում Պողոս առաքելը շարունակությունը, ես քիչ ժամանակ ունեմ, դրա համար պիտի ավարտեմ, եթե որևէ մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, փայտ խոտ եղեք, հիմքը կա, հիմքը Քրիստոսն է, հիմքի հարցը լուծված է, հովիվ ոնց որ հիմքը ծուռ է, հիմքը Քրիստոսն է, հիմքին չկպնես, եկեք տեսնենք մենք ինչ ենք կառուցում միասին ես հիմքի վրա սիրելիներս, ասում է եթե մեկը կառուցի հիմքի վրա ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր, փայտ, խոտ, եղեք, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու դատաստանի օրը, որ կրակով է հայտնվելու ու Երևան է հանվելու, եւ ամեն մեկի գործը կրակով է փորձվելու, եթե որևէ մեկի շինած գործը հաստատուն մնա, վարձք կստանա, իսկ եթե մեկի գործը այրվի, վնաս կկրի, ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, կարծես կրակի միջով է անցել, հասկանում եք, չէ, վարձ գործի հետևանքը վարձքն է, ոչ թե փրկությունը, գործի արդյունքը վարձքն է, շնորհքի արդյունքը փրկությունն է, մենք գործերով չենք փրկվում, ոչ էլ պահում ենք, շնորհքն է մեզ փրկել, բայց արդյոք մենք վարձք կստանանք, երբ որ կանգնենք Տիրոջ առաջ, սա կախված է նրանից, թե ինչ ես սարքում ու ինչպես ես դու սարքում, դու կասես, թե հոյ ջան, ես սարքում եմ, սիրելիս, ընդեղ կերևա դու ինչ ես սարքել, եթե դու սարքել ես, շատերն են սարքում, ինչ որ մեկը, Սավուղն էլ էր սարքում, ինչ էր սարքում, հուշարձան իր համար, որտեղ որ Աստծո անունը չկար գրած, այն ինչ որ Սավուղը սարքել էր, սա հուշարձան էր, ընդամենը Սավուղի անունը փառաբանելու համար, ու ժողովրդի կողմից դա շատ լավ էր երևում, Սավուղը հաղթեց, Սավուղը լավ պատերազմեց, ու հուշարձան կար Սավուղի համար, բայց այդ գիշեր Աստված եկավ ու ասեց, ես մերժեցի Սավուղին, ես չեմ ուզում մեկին, ով սարքում է իրա հուշարձանը, ես ուզում եմ Հեսուին, ով իմ համար հուշարձան սարքեց, Հակոբին, ով իմ համար հուշարձան սարքեց, Դավիթին, ով նույնիսկ չէր մտածում, որ ինքը կլինի հովիվ, ու մեր կյանքի վերջում է երևալու մենք ինչ ենք սարքել, ու կամ դու վարձք ես ունենալու, կամ ոչ, կամ քո ամբողջ սարքած այրվելու է, որովհետև դու զգուշ չես եղել դու ինչ ես սարքում, դու ես ուզեցել երևաս, փոխանակ Հիսուսին ցույց տաս, ես հավատում եմ, որ ամեն կառուցող, ամեն մեկը սով սարքում է, ամեն ծառայող, ամեն պոտենցիալ ծառայող, ամեն տնային խմբակի ավակ, ամեն թիմի ավակ, ամեն մեկ ով ուզում է լինի, իր ծառայությունը պիտի նման լինի Հովհաննեսի Մկրտչի ծառայությանը, նա պիտի լինի մեկ ով ասում է, ես փոքրանում եմ, որպեսզի նա բարձրանա, նա պիտի լինի մեկը, ով իր կյանքով ու ծառայությունով ասում է, ահա Աստծո գառը, ոչ թե ասում է, ահա իմ ծառայությունը, այլ ասում է, ահա Աստծո գառը, իմ ու քո ծառայությունը պիտի գոռա, ահա Աստծո գառը, իմ ու քո կառույցը պիտի ցույց տա Աստծո գառնուկի գեղեցկությունը, ոչ թե իմ ու քո մեծությունը։
Դու կասես չեմ փրկվի, որ այդպես ծառայեմ։ Չէ, կփրկվես, վարձք չես ունենա։ Ու վերջինը, սիրելիներս, Գեղամ ջան կգաս, որ խնդրեմ։ Վերջինը, որ շատ կարևոր է, ես հավատում եմ, որ մենք այսօր ինչ-որ բան վերցնում ենք, այսօր ուղղվում ենք, նաև Աստված պատրաստում է եկեղեցին ծառայության մեջ, պատրաստում է ամեն մեկին, որ թևերը քշտի ու գործ անի։ Վերջինը, որ կարևոր է, ծառայության ժամանակ ընդունակ եղեք ուղղվելու։ Ծառայության ժամանակ ուղղումների համար բաց եղեք։ Եթե ես ծառայում եմ ու բաց չեմ ուղղվելու համար, երբ որ սկսեմ քանդել կամ սխալ բան կառուցել, ինչն է տուժվելու, արքայությունը։ Սիրելիներս, ուղղումները մի անձնականացրեք։ Ընդունեք որպես արքայության ու փոփոխության մի մաս։ Սա շատ կարևոր է եկեղեցու համար։ Շատ կարևոր է, որ ամեն մեկը եկեղեցում ու ամեն ծառայող լինի ճկուն, լինի դալար։ Ամեն։ Լինի ընդունակ լսելու, փոխվելու։ Հալելույա Տեր, հալելույա Տեր։ Գիտեք, չկա մարդ, որ չի սխալվում։ Ես էլ եմ սխալվում։ Մենք բոլորս ենք սխալվում։ Հակոբոսը ասում է, մենք բոլորս երբեմն մեղք ենք գործում։ Չգիտեմ ինչի է գրել շատ ենք մեղանչում, այդ իրա մասին է գրել երևի։ Ես մեր մասին եմ ասում։ Կամ հրյաներին է գրել երևի, չգիտեմ։ Մենք սխալական ենք, ժողովուրդ, ու եթե մենք բաց չենք ուղղվելու, լսելու, ճկվելու, փոխվելու, մենք կվնասենք արքայության գործը։ Ինչ ես կառուցում, ինչպես ես կառուցում, արդյոք կառուցում ես, թե չէ։ Սրանք կարևոր հարցեր են։ Արդյոք ուզում ես արքայությունը կառուցող լինես։ Արդյոք ուզում ես, եթե մինչև այսօր այդ գործիքը քո ձեռքը չէր կառուցման, վերցնես քո ձեռքը, մյուս ձեռքը սուրդ։ Սա չի նշանակում, որ չպիտի աշխատես։ Սա նշանակում է պիտի աշխատես ու լավ աշխատես, բայց չմոռանաս, որ դու ընդեղ լույս ես ու արքայության զավակ։ Սա նշանակում է, որ եկեղեցում շատ բան կա անելու ու Աստված ուզում եմ դու հասկանաս, որ Տերը քո վրա ռաշոտ է անում։ Տերը արքայության գործի մեջ քո վրա ռաշոտ է անում։ Ինքը մի քիչ բեմական բառ չի, բայց լավ է հնչում։ Ոչ ոք այդ փոքր չեք։ Ոչ ոք այդ կիսատ չեք, ոչ ոք այդ թերի չեք, բոլորդ եք կարևոր, բայց թույլ տվեք, որ ձեր պարգևը ծառայի արքայության մեջ, թույլ տվեք, երբ որ ծառայության ընթացքում վնասում եք ձեզ ուղղեն, ուղղվեք, մի գնացեք եկեղեցուց եկեղեցի, Այն մարդիկ, ովքեր եկեղեցուց եկեղեցի են գնում, հիմնական 90%-ը գնում են, որտև նախքին եկեղեցում իրանց ուղղել են։ Թույլ տվեք, որ ուղղեն ձեզ, ես չեմ ասում, երբ որ ձեզ ուզում են կրոնի մեջ մտցնեն, դուք դուրս եք գալ, ես դրա մասին չեմ ասում։
տվեք, որ ձեզ ուղղեն։ Սա կարևոր է, եթե մենք վերցնենք միայն կառուցելու ու ծառայության մասը ու հետո չվերցնենք այս մասը, որ մենք պիտի ճկուն լինենք ուղղվելու համար, մենք սխալ բան կկառուցենք ու վերջում սխալ բան կդառնա։ Դրա համար հենց սկզբից ես ու դու պիտի որոշում կայացնենք։ Եթե ես կառուցում եմ, ապա ես պատրաստ եմ ճկուն լինելու, ուղղվելու, լսելու, խոսքի համաձայն։ Եթե ես կառուցում եմ, ես ինձ մեծ չեմ տեսնում, եթե ես ինձ ավելի մեծ եմ տեսնում, սա նշանակում է ես իմ արքայությունն եմ կառուցում։ Ես իմ արքայությունն եմ կառուցում։ Գիտեք ինչի է Սամուելը Սավուղին ասում, որ հպարտությունն ու անհնազանդությունը ինքը կռապաշտություն է։ Գիտեք ինչի ասում հպարտությունը կախարդություն է, անհնազանդությունը կռապաշտություն է։ Հիշում եք այդ տեղը։ Ինչի։ Որտեվ երբ որ կա անհնազանդություն ու ես չեմ ուզում ուղղվեմ, ես արդեն ինքս ինձ կուրք եմ սարքել։ Ես մտածում եմ, ես ամենան եմ, ոչ ոք ինձ չի կարող ուղղի։ Ես արդեն կուրք ունեմ ու դա ես եմ։ Ու դա կռապաշտություն է։ Ումա պաշտում այդ մարդը իրան։ Ինչ է կառուցում։ Իր արքայությունը։ Սրա համար Սամուել ասում է Սավուղ զգուշ եղե։ Ու Սավուղը կառուցել էր մի կոթող մեծ, չհնազանդվելով Աստծուն, մի կոթող էր կառուցել, որտեղ որ իր հաղթանակների մասին էր գրած։ Ունդեղ Աստծու անունը չկար։ Այնտեղ չկար Եհովա Սավաոֆ, զորքերի Տերը հաղթեց։ Իսկ երբ որ Դավիթը դուրս եկավ Գողիաթի այդ պատերազմի, ինքը ասեց ես զորքերի Տիրոջ անունով եմ պատերազմում։ Հաճախ մենք կուրք ենք սարքում մեզ, մեր անունը, մեր ծառայությունը, սա կռապաշտություն։ Հնազանդվելը այսօր այս աշխարհում, այս աշխարհի մթնոլորտի մեջ հնազանդվելը այնքան արտասովոր բառ է դարձել։ Ուղղակի հնազանդվես։ Ուղղակի։ Ես չեմ խոսում են հնազանդության մասին, որը որ Աստծո խոսքից դուրս է։ Ես խոսում եմ այն ուղղման մասին, երբ որ ձեզ ուղղում են Աստծո խոսքի համաձայն։ Ձեր ավակները, ձեր հովիվները, ծառայողները, ժողովուրդ ինչ է կատարվում մեր հետ։ Մենք ում կերպարն ենք վերցնում անհնազանդ հպարտ աշխարհի, թե սիրող, խոնար, Աստծու։ Հիսուսը լինելով Աստված իրան հնազանդեցրեց, այն էլ մինչև հիմա։ Աստծու որդիները հնազանդ են։ Աստված մեզ գառնուկների հետ է համեմատում։ Պարզ հնազանդություն։ Լսես, անես, ուզես անես, ծանր ու թեթև չանես, ճիշտ ու սխալ։ Մենք այնքան ենք մեր ուղեղին զոր տալիս, որ այսօր մեր ուղեղին զոր տալով Աստծո խոսքից ես սենց եմ մտածում, ես սենց եմ մտածում։ Հետաքրքիր չի դու ոնց ես մտածում, հետաքրքիր Աստծո խոսքը ինչ է ասում։ Կարևորը Աստծո խոսքը ինչ է ասում, եթե դու մտածում ես մի բան, որ Աստծո խոսքին դեմ է, պիտի փոխես քո մտածելակերպը։ Ամեն։ Եղբայրներ, խնդրում եմ հաղորդությունը բաժանեք։ Ես ուզում եմ մենք իրար այդ աղոթ կանենք, սիրելիներս։
Վերցրու Քրիստոսի մարմինն ու արյունը որպես արքայության որդի ու արքայության կառուցող։ Չընդունես, մինչև մենք միասին մի որոշում չկայացնենք։ Վերցրեք, խնդրում եմ, մի ընդունեք։ Մենք մի երգ կվերցնենք, այս երգի ընթացքում կենտրոնացի Աստծո վրա, կենտրոնացի այն խոսքի վրա, թույլ տուր, որ երկրպագության ժամանակ Աստված քեզ կենտրոնացնի այս ուղերձի վրա, այս խոսքի վրա։ Վերցրու որպես արքայության որդի, արքայության կառուցող ու մտածի Տեր, ինչ ես ուզում, որ ես կառուցեմ, ինչպես ես ուզում, որ ես կառուցեմ, ու միգուցե դու հիմա կառուցում ես, բայց կառուցում ես մի բան, որ այդքան էլ Աստծուն փառք չի բերում, կառուցում ես մի բան, որ քեզ է ցույց տալիս, հիմա լավ ժամանակն է, սիրելիներս, որ մենք խոնարհվենք իր ներկայության մեջ, որ մենք որոշենք կառուցել միայն արքայությունը, կառուցել միայն Քրիստոսին փառք բերողը, որ մենք չուզենանք երևանք, որտեղ որ դու ես ուզում երևաս, տեղ Քրիստոս չի երևալու, որտեղ որ դու չես ուզում երևաս, տեղ Քրիստոսն է փառավորվելու, ամեն, եկեք վերցնենք այս երգը, կենտրոնանանք, թույլ տանք, որ Տերը խոսի մեզ, ու մենք միասին կաղոթենք ու հաղորդություն կընդունենք։